կալոտնը ստեղ ենք առնում։ Կներեք։ Արցունքոտ աչքերով մի եռագույն էլ ձեռքներին արցախցիներն են Ծիծեռնակաբերդում։ Տանջվում եմ ամեն օր։ Նաիրա տատիկի ամուսինն Արցախյան առաջին պատերազմում է զոհվել։ Երկրորդ տարին է չի կարողանում ամուսնու Արցախում մնացած գերեզմանին ծաղիկ դնել։ Ինչ եկել ենք մենք պանախիդներից տուն չենք գնում։ Ես 70 տարեկան եմ, պանախիդներից տուն չեմ գնում։ Ամեն օր աղոթում եմ երկրին խաղաղություն, այս ջահելները մեղքնելի մեղքը։ Ծիծեռնակաբերդը եկել ծաղիկ դնի անմար կրակի մոտ, որ հետո էլ եռաբլուր գնա։ 20 թվին 7 հոգի միասին զոհվել են, 7-ն էլ բերել են եռաբլուր։ Ասում եմ, բավեր կռավ չնար, այստեղ ինչ չնանում։ Այս քարե աշխարհը ինչ չնանում։ Քարե աշխարհը հայը երկրորդ անգամ է ցեղասպանվում, այս անգամ 21-րդ դարում։ Արցախում էլ Ադրբեջանն է մարդկության դեմ հանցագործություն արել։ Ցեղասպանություններ մեր ժողովրդի հանդեպ ցեղասպանեցին երեխաների, ծերերի, խաղաղ բնակչության, զինվորների, չգիտեմ, դա իրոք ցեղասպանություններ։ Հայոց ջարդը։ Հագուստին մի անմոռուկ է ամրացրել եւ Ծիծեռնակաբերդ եկել Կամո պապը։ Արցախի մասին լռում է։ Եղերից եղեր, այս ամեր հայի ճակատագիրը։ Ծիծեռնակաբերդ եկած Արցախի քաղաքական ղեկավարությունն էլ է ցեղասպանություն որակում Ադրբեջանի գործողությունները։ Չդատապարտված ցեղասպանությունը իր շարունակություն է ունենում աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում նաև մենք ականատես ենք եղել դրա դրսևորումներին Արցախում։ Այդ մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի բանտերում, հենց առաջի օրվանից, որ մենք հարց ենք բարձրացել, որ պետք է բացվի Լաչինի միջանցքը եւ խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից եւ այդ մարդիկ ապահովել են եւ մնալով որպես կենթանի պատանդ ապահովել են նաեւ մեր խաղաղ բնակչության դուրս։ Իրենց սրտում պահած մի հույս ունեն արցախցիները։ Թող վերջինը լինի, էլ ոչ մի ազգ, ոչ մի ժողովուրդ չտեսնա, այն ինչ մենք ենք տեսել։ Գուցե մեզ էլ մի լույս կլուսանա, մեզ էլ կտանեն մեր երկիր։ Առաջին ես կգնամ, եթե թույլ տա։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։